Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Պատմական էքսկուրս, Արցախի հայկական հուշարձանը վտանգի տակի են, մենակնանեքը մնացար ապրելի հետի, Անահիտ Գրիգորյանի պատմությունը, Արմենե Հայրապետյան, Բաքվի նպատակն է հայազերծել ու իսլամացնել Արցախը, Խարդախության թեզասխեմը աջակցության անվան տակի, թիրախում Արցախցեք, Իրանան շուրջ կռևը պիցրցնման նավթին գները, ազդեցությունն ունենալավ նաև սննդի շուկին Իրան, Թեհրանում շարունակվում են ինտենսիվ ռմբակոծությունները, Անանուխը, Անուշաբույր, խոտաբույս մխլյա բուժիչ հատկություններով։ Առաջին համաշխարհային կռվի տարիներին Ֆրանսիան հայերին խոսք կատվալ Կիլիկիայի ինքնավարություն, այդ խոստման հիման երան ստեղծվել է հայկական լեգիոնը, վերի մարտիկները ֆրանսիական բանակի կազմում կռվելիս են լալ թուրքերի դեմ։ 1918-1919 թվականներին ֆրանսիական զորքերին էին մտալ Կիլիկիա ու վերահսկողություն հաստատալ տարածաշրջանի մի քանի քաղաքների երա, բայց 1920 թվականին վերքեմալականներն հարձակման հնցալ Ֆրանսիան սկսալ նահանջելը, անպաշտպան թողելով հայ բնակչությանը։ Մարաշում, Հաճնում ու այլ քաղաքներում տեղի ունեցավ զանգվածային կոտորածն է։ 1921 թվականին Ֆրանսիան համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ ու լրիվ դուսապերալ զորքերը Կիլիկիայից։ Տարածքը հանձնվել թուրքերին, իսկ հայերի մեծ մասը ստիպված ալել թողը յուրան հայրենիքը։ Սրանով Կիլիկիային հայությունը նորից դառալ մեծ տերությունների քաղաքական պայմանավորվածություններին զոհը։ Ամերիկայի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի էստեռնվա զեկույցը անդրադարձակատարվել նաև Բաքվում կրոնական ազատությունների վիճակին։ Զեկույցի հեղինակները Բաքվին ներառալ են հատուկ դիտարկման ցանկում մատնանշել մի քանի մտահոգիչ հանգամանքներ։ Փաստաթղթում նշվում է, որ Արցախում ու հարակից տարածքներում գտնվող հայկական պատմական ու կրոնական հուշարձանները շարունակում են վտանգված մնալը 2020 ու 2023 թվականների իրադարձությունների ետը։ Արբանյակային պատկերների տվյալներով առնվազն 8 կրոնական կառույց ամբողջությամբ ավերվել, իսկ եւս 10 վնասվել։ Արցախ TV-ի վերապրում շարքում ներկայացվել է արցախցի Անահիտ Գրիգորյանի պատմությունը։ Ինքը ծնվել է Արցախի ազգերանաշրջանի Սարուշեն շենումը։ Ստեփանակերտում մանկավարժական կրթություն ստանալու յետը յետատարալ հայրենի գյուղ ու փսակվել է յուրան սիրելի Գենադիինի հետ։ Ջահիլներին սաղ երազանքն կապված ունենալ յուրանց շենի ու հայրենի վղինի հետ, բայց 2020 թվականին կռևը փոխել է յուրանց կյանքը։ Չնայած դժվարություններին, Անահիտն Գենադի մնացան Սարուշենը մինչև ողբերգական 2023 թիվը։ 26 տարեկան Անահիտ Գրիգորյանը պատմում է փրկության միակ ճանապարհի ընտանիքի ծանր կորուստների ու այն ուժի մասին, որ ունեցալ է յուրանց ընտանիքը։ Կանանեքը վերպատերազմը մենակա թողալ։ Յուրանց սելավը պատերազմին դարդան յուրանց ընտանիքում մենակ կանանեքն մնացալ շարունակելի հետի կյանքը։ Արցախապատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Արմենե Հայրապետյանի նսելավը Բաքվին ռեժիմը համ ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, համ էլ իրականացնում է պատմության բռնայուրացում։ Առավոտին հետ զրույցում նշել ավեր Արցախի տարածքում շարունակվում են հայկական եկեղեցիներին բնակավայրերի ավերածությունները, փոխվում են տեղանունները, իսկ հայկական մշակութային արժեքները ներկայացվում են որպես ադրբեջանական կամ աղվանական։ Հայրապետյանի նսելավը Բաքուն նաև նոր մզկիթներ ասարքում են բնակավայրերում շտեղ պատմականորեն երբևէ մզկիթներ իլալ չեն, փորձել է փոխել տարածաշրջանի մշակութային ու պատմական պատկերը։ Իրեն գնահատում ավը միջազգային հանրության ու Հայաստանի իշխանությունների լռությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում Բաքվին հետի շարունակելի Արցախը հայազերծելի ու իսլամացնելի քաղաքականությունը։ Ինքն նաև ընդգծալ ավերես պայմաններում անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային իրավական պայքարը ու ձևավորել Արցախցու շահերը ներկայացնող միասնական մարմին։ Արցախի տեղեկատվական շտաբը զգուշացնում է խարդախության թեզա դեպքերի մասին, որ իրականացվում են սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի միջոցով։ Ըստ հաղորդագրության կեղծ էջերը սոցիալապես անապահով Արցախցուց խոստանում են ֆինանսական աջակցություն կամ օգնություն քաղաքացիություն ստանալի գործընթացում, բայց նախապայման ընտնում իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի գումարներ։ Նշում ավեր խարդախության զոհն տարալ հատկապես զոհված զինծառայողների ու ՎՔՆ պահեստի պայթյունին դարդան զոհված անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից օգտվել են կեղծ օգտատերերը։ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել նման առաջարկներին ու հիշեցնում ավեր Արցախցուց հետի կազմակերպվող ծրագրերի մասնակցել հետի ֆինանսական նախապայման կարել չի ինի։ Միաժամանակ տեղեկացվում է, որ Հայաստանում Արցախի հանրապետության մշտական ներկայացությունում արդեն հավաքագրվում են տվյալներ հետագա ընթացք ապահովելի նպատակով, իսկ աշխատանքային խմբերը շարունակում են իրավախորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստանալի գործընթացի վերաբերյալ։
Իրանաշուրջ սկսված կռվին դերդան նավթի համաշխարհային գները կտրուկ աճալն առաջին անգամ 2022 թվականից հետո գերազանցելով $100 մեկ բարելի դիմաց։ Մասնագետները զգուշացնում են վերտակարել շղթայական ազդեցություն ունենա նաև սննդամթերքի գներին իրան։ Խնդրի հիմնական պատճառը Պարսից ծոցի նավթային մատակարարումների խաթարումն է։ Աշխարհի նավթի մոտ 20% անցակենում Հորմուզի նեղուցավ, բայց ռազմական գործողությունների ու նավերի երահարձակումներին դերդան նավթատարների շարժը զգալիորեն սահմանափակվել է։ Փորձագետների նշելով նավթն բնական գազը օգտագործում են ոչ միայն որպես վառելիք, այլ նաև որպես հումք պարարտանյութերի արտադրության մեջ։ Տրանդերդան նավթին թնգացումը պիցրցնում է նաև գյուղատնտեսական արտադրության ծախսերը, ինչը կարի հանգեցնել սննդամթերքի գների աճի սաղ աշխարհում։ Տնտեսագետները նշում են, որ նման իրավիճակներ պատմության ընթացքում հաճախ հանգեցրել են պետք գնաճի ու տնտեսական դանդաղման, իսկ առավել խոցելի են հատկապես այն երկրները, որոնք մեծ քանակությամբ ներմուծում են հացահատիկ ու պարարտանյութեր։ Իրանը մայրաքաղաք Թեհրանը վերջին օրերին ենթարկվել է Ամերիկայի ու Իսրայելի կողմից իրականացվող ամենաինտենսիվ օդային հարվածների ամինին, պատերազմի սկսվելուց մոտ 10 օր հետո։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ քշերը կործանիչները ցածր բարձրությունով թռիչքներին կատարել քաղաքին Իրան ու տասնյակ հզոր ռումբեր են նետալ տարբեր թաղամասերի վրա։ Հարվածներին դերդան ուժեղ պայթյուններ են սկսվել Սաղ քաղաքում, իսկ որոշ շրջաններում ժամանակավորապես անջատվել է էլեկտրամատակարարումը։ Բնակիչների նշելով պայթյուններին վաղտը երկինքը լուսավորվել ուժեղ փայլատակումներով, իսկ որոշ հատվածներում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Չնայած վտանգի միլիոնավոր բնակիչներ շարունակում են մնալ իրենց տներում։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ հարվածներին հսցվել նաև Իրանի այլ քաղաքների, այդ թվում Իսֆահան ու Քարաջի ուղղությունով։ Իրանի իշխանություններն հայտնում են, որ ռմբակոծությունների դերդան վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոցներ ու այլ քաղաքացիական օբյեկտներ։ Միաժամանակ երկրում շարունակում է գործել համազգային ինտերնետային սահմանափակումը, ինչը զգալիորեն դժվարացնում է տեղեկատվության տարածումը։ Նայնավերը ժողովրդի մեջին հայտնի են նաև որպես դաղց լայն տարածում ունի հունցվայրի բնության մեջին դիել մշակովի վղերումը։ Հայկական տարբեր շրջաններում հայտնի են նաև այլ անուններով։ Անանե, խանանուխ, պիտնա, պուտինա, քարանուխ, ժողովրդական բժշկության մեջին անանուխը կիրառվել է տարբեր հիվանդությունների բուժման դերդը։ Օգտագործում է կենտրոնական նյարդային համակարգին, սրտային, ստամոքսին, լյարդի խնդիրներին, գլխացավի, նույնց նաև աղեստամոքսային հիվանդություններին վախտը։ Բույսը նպաստում է նաև ախորժակի բարելավմանը ու աղիների բնական գործունեությանը։ Բժշկության մեջին նյանյան կիրառվում է հունցը բուսահունքի դիել իրենցից ստացվող եթերայուղերի ձևերով։ Բույսը նաև մեղրատու է։ Անանուխի մեղրը սաթագույն է, հաճելի բույրով ու ունի որոշ բուժիչ հատկություն։ Հանգստացնող ու ախորժակը լվացնող ազդեցությունով հայտնի է նաև նյանին չայը, իսկ բույսը լայնորեն օգտագործում է նաև սննդի ու կոսմետիկի արտադրության մեջին։ Պատմական աղբյուրների համաձայն միջնադարյան դոկտոր Մխթար Հերացին անանուխը կիրառել է որպես ցավազրկող ու թարմացնող միջոց։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ իպնդկացիք։